Հայերի ամանորյա սեղանները ի տարբերություն շատ ու շատ երկրների աչքի է ընկնում իր ճոխությամբ եւ մթերքների առատությամբ, ինչի արդյունքում մեզ մոտ նոր տարին վերածվում է ուտելու տոնի։ Տարբեր տեսակի սննդամթերքների չարաշահումը եւ հատկապես դրանցից միախառնումը հաճախ հանգեցնում է նաեւ ստամոքսային խնդիրների, եւ տոնը շատերի համար դառնում է իսկական գլխացավանք։ Այս ամենից խուսափելու համար պետք է ուտել թարմ ուտեստներ, այն էլ չափավոր քանակով, իսկ գիշերային ժամերին խուսափել ճարպոտ ուտելիքներից։ Պետք է զերծ մնալ տարբեր տեսակի ոգելիչ խմիչքներն իրար խառնելուց։ Ժամկետանց մթերք չենք օգտագործում։ Սալատները, կրեմով բաները 3 օրից ավելի չենք օգտագործում, վերջ։ Իսկ մսամթերքը ինչ աստիճանի տակ եք պահում, սառնարանում։ Սառնարանային պայմաններում լավ փաթեթավորված։ Երկար չենք պահել։ Ստանդիկիններին է, որովհետեւ աղցանները պատրաստի մատուցելու ժամանակ։ Մանավանդ սերուցքը եւ մայոնեզը լցնեն հենց մատուցելու ընթացքում։ Առաջերտին թույնավորումները դրանցից են, աղցաններից են։ Հիմնականում ես օգտվում եմ նախ մերքերից եմ շատ օգտվում, աղցաններից, անձամբ ես ինքս ցնգով աղցաններ չեմ պատրաստում նոր տարվան։ Սիրեմ գը, շատ եմ սիրում աղցաններ, բայց նոր տարվան ցնգով աղցաններ չեմ պատրաստում։ Հիմնականում պատրաստում եմ քամած մածունով աղցան, ավելուկով աղցան, խորհուրդ կտայի տանտիկիներին իրենք էլ պատրաստեն, որոնցից երբեք չեն թույնավորվում։ Նոր տարի մենք միշտ նշում ենք շատ ճոխ ու ճարպոտ ճաշատեսակներով։ Պետք է անպայման ժամկետի մեջ լինի բոլոր մթերքները։ Անվտանգ, բայց եւ խառը սնունդը կարող է եւս սննդային թունավորման հանգեցնել։ Պետք է պատրաստել այնքան, որքան որ ուտում ենք։ Նամանավանդ դա վերաբերվում է աղցաններին։ Կրեմային խմորեղենները եւս վտանգավոր է երկար պահպանել, որովհետեւ կրեմները շատ շուտ փչանալու հակում ունեն։ Միշտ վերահսկել է պետք միս մսամթերքը, կաթնամթերքը եւ կրեմային խմորեղենները։ Ամանորյա օրերին սննդային թունավորումներից խուսափելուց խոսեց Ինոցմինդայի հագի տնօրեն Տիգրան Եղոյանը։ Տեղական մթերքը թարմ վիճակում ավելի բարձր արժեք գոյություն ունի սննդամթերքը։ Սպիտակուց ճարպած խաչերատ այս բանը անհրաժեշտությունը մեր տեղական մթերքներով, եթե թարմ են, իսկ պահպանելու տեխնոլոգիան մնացած հարցերը մեր տանտիկինները, մայրերը, քույրերը նրանք տիրապետում են։ Ուղղակի մի քիչ կարելի է չափավոր այդ բաները վերցնել, ափսոսալու խնդիր չլներ, մենք էլ գիտենք մեր ժողովրդին ափսոսալու դեպքում երեխաներին չեն թույլ տալիս ուտել, իրենք են օգտվում, դա էլ չարիքի փոքրակույնն է։ Չարիքի փոքրակույնն է։ Դրա համար պետք է ջերմային մշակումը կատարվի անհրաժեշտ ժամանակաչափով, օգտագործի բնական միջոցներ, ձևերի հետևից շատ չընկնենք, քանակն տեղը պահենք, ծախսերի առումով էլ ճիշտ կլինի, օգտագործելու առումով էլ ճիշտ կլինի։ Մենք երեխաներին հոգեկան աշխարհը այդպես բավարարության մեջ պահելը այս տոնի առիթով ավելի ճիշտ է, միջոցառումները, տարբեր տեղեր հանդիսությունները, իհարկե էլի չափավոր էլի, որովհետեւ մարդը կաշվից դուրս չեկա, ավելի կարևոր խնդիր է, քան թե այս այն ժամանակները չի, որ ասենք թե տարվա մեջ մի քանի անգամ միս օգտագործվի։ Ամեն օր էլ կա, տեսակներն էլ պատրաստում են մարդիկ, օգտվեցեք բնական միջոցներից, արհեստական ինչքան հնարավոր է քիչ, մեր տեղական եւ բաները կամպոտները տեղական, մնացած բաները ավելի շատ, ավելի արժեք ունեն եւ ոչ վտանգավոր են։ Իհարկե կան բաղաձոների տեսակներ, որոնց ջերմային մշակումները պետք է տարվի գործարանային պայմաններում կամ դրան ավելի մոտիկ։ Այսօր այդ խնդիրը ինտերնետային դարում դժվար չի, որ համարյա յուրաքանչյուր գրագետ կին կարող է բացել եւ այդ ծանոթանալ եւ հայերեն լեզվով տիրապետում է ռուսերեն կամ վրացերեն, թե ինչպես կարելի է պատրաստել։ Նրանք, որոնք որ հողի մասաները կարող են պարունակել եւ վտանգավոր, ասենք, պոտուլիզմի հարուցիչներ, այս տեսակի պահածոներից մի քիչ հեռու մնանք, մնացած բաները կարելի է մեր ամեն ինչը օգտագործել առանց վտանգի, առանց վարանելու։ Միայն բնական հյութերը, այն բնական հյութերի մեջ էլ ավելի բնականը մեր տեղականն է։ Այսօր ես մի օրինակ կարող եմ ներկայացնել, ուրեմն մի ընդամենը թեյ, որ պատրաստում է մեր ժողովուրդը ժամանակին պատրաստել է մասուրով,
մի այդ բաժնի մեջ այդքան վիտամին C կա, կարծեմ 2 կիլոգրամ ապելսին պետք է օգտագործես, ենել ոչ թե այդ բերված, ներկված, գույնված, այլ մեր տեղական։ Օրինակ իրեն արժեքներով մեր Վրաստանի արտադրության մանդարիններ, ապելսիններ, գիտեք, համն էլ ավելի բարձր է եւ որակն էլ ավելի շատ տեղ է։ Ճարագայթման վտանգ համարյա մեր խնդիր չունի, որովհետեւ մենք հələ մեր արտադրությունը այնքան շատ է ռեկլամի համար, որ փող աշխատենք, այդ խնդիրը չկա մեր երկրում։ Մեկի փոխարեն 2-3 միավոր կա։ Դրա համար մեր տեղական ամեն ինչն էլ կոնկրետ Վրաստանի բնամթերքները, դրանք շատ մեծ արժեք ունեցող են։ Կգա ժամանակ, որ բոլորն էլ կհասկանան, որ այդ սիրունությունը կողքի պետք է դնենք, այսօր ոչ մի արհեստական թել չի կարող պամպակին կամ բերդին փոխարինի, իրեն որակով, իրեն ոչ վնասակարությամբ, այսպես էլ սննդամթերքները։ Ամանորյա ճոխ սեղաններից օգտվելիս հարկավոր է նախապատվությունը տալ բանջարեղեններին ու մրգին, ինչպես նաև ոչ յուղային մսին։ Հարկավոր է միմյանց չխառնել այնպիսի մթերքներ, որոնք շուտ են փչանում, օրինակ ձուն, աղցանը պահել սառնարանում եւ թթվասերը կամ մայոնեզը ավելացնել միայն սեղանին մատուցելիս, որպեսզի խուսափենք թունավորումներից։ Նմանատիպ եւ այլ շատ խորհուրդներ տվեց բժիշկ Երվանդ Սավոյանը։ Գաղտնիք չէ, որ այս ամանորյա տոների ընթացքում մենք խիստ խախտում ենք մեր դիետան։ Այսինքն ավելանում են բազմիցս սնունդներ, օգտագործում ենք մեծ քանակությամբ ալկոգոլ, այս տարի ձմեռը բավականին սաստիկ է, մերսելու ենք անպայման, այսինքն բոլոր նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, որպեսզի ունենանք առողջության տարբեր խնդիրներ։ Մասնավորապես առաջերտին, եթե մենք դիետայի խախտում ենք անում, այսինքն օգտագործում ենք մեզ համար անսովոր սնունդ կամ սովորական սնունդը մեծ քանակությամբ լինելու է աղեստամոքսային տրակտի խնդիրներ, պլյուս դրան տարբեր հիվանդությունների սրացումներ։ Այսինքն մենք եթե խախտումներ անենք, ճնշումն է սկսում բարձրանալ, սրտային խնդիրներ եւ այլ քրոնիկ հիվանդությունների սրացումներ։ Ինչ է նշանակում դիետայի խախտման հետ կապված սննդային խնդիրներ։ Մենք օգտագործելու ենք ավելի մեծ քանակությամբ յուղոտ համեմունքներ կծու թթու սնունդ, որը սրացնելու է ստամոքսի խնդիրները եւ լեղապարկի խնդիրները։ Հաճախակի թաքնված, այսինքն նշան չտևող քարերը լեղապարկի սկսում են սրանալ, այսինքն հիվանդը կարող է ունենալ լեղապարկի պրիստուպ։ Կարող է սրանալ ստամոքսի խնդիր ունեցող հիվանդների խնդիրներ, այսինքն ստամոքսային ցավերը եւ այլն։ Կտրուկ շատանում է մարսողական թունավորումների հաճախականությունը, այսինքն սննդային թունավորումների հաճախականությունը։ Ինչպես անել, որ նման բան չլինի, ինչպես խուսափել, ինչպես քչացնել այդ խնդիրները։ Դե բնական է, առաջերտին պետք է չչարաշահել։ Իհարկե տոնական սեղան է, չօգտվել էլ դա սխալ կլինի, բայց պետք է ցեկտել օգտվել չափավոր։ Առավել եւս եթե դու այդ խնդրեմը ունիս։ Իսկ եթե չօգտվես չափավոր, մեկը խնդրեմը սրանալու է եւ կոպիտ ասած քթից է գալու այդ քո կերած հացը։ Դրա համար եթե կա խնդրեմ, այսինքն մարդ, ով որ ունի ստամոքսի լեղապարկի կամ մարսողության խնդիրներ, ապա պետք է ցեկտի օգտագործել չափավոր։ Ամեն ինչը չխառնել, այդ շատ կարեւոր է չխառնել տարբեր սնունդը։ Մի սնունդը կարելի է օգտագործել առանձին, մի քանի ժամ կամ մյուս օրը օգտագործել մյուս ճաշատեսակը, որպեսզի չխուսափել։ Օգտագործման հետ կարելի է օգտագործել մարսողական ֆերմենտներ, որպեսզի մարսողությունը լավ լինի, այդ ամեն ինչը, եւ ստամոքսի դեղեր, լեղապարկի սպազմոլիտիկ նոշպա այդ կարգի դեղեր, որպեսզի դա չսրանա, բայց առաջերտին ամենակարևորը դա խախտում ինչքան հնարավոր է խախտում չանելը։ Մյուս խնդիրը, որը մեզ մոտ առաջանում է, դա ավելի ակտուալ է դառնում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ օրը, դա արդեն հնացած սննդի օգտագործումը։
ինչը կբերի թունավորումների հաճախաշատացման, այսինքն առաջի օրեր, առաջի երկրորդ, երրորդ օրը այդքան շատ չեն սննդային թունավորումները, իշքան շատանում են աստիճանաբար, երբ որ սկսում է սնունդը հնանալ։ Ամենաշուտ հնացող սնունդը դա իհարկե ակցիաներն են, սալատներն են։ Դրա համար այդ խորհուրդը կա, որ միշտ սալատը պատրաստել օգտագործման օրը, այսինքն նախապես ճիշտ չէ սալատը պատրաստել, ակցիանը պատրաստել։ Պետք է երևի այդ մասերը նախապատրաստել եւ հետո եթե խառնելու հարց կլինի։ Ամեն դեպքում նու կանայք ավելի լավ գիտեն, ես այդքան էլ ճիշտ չգիտեմ։ Ակցիանը պետք է պատրաստել օգտագործումից անմիջապես առաջ եւ դու գիտեք ոնց է խանութներում, ասենք երկրորդ օրվա ակցիան արդեն չի օգտագործվում եւ թափվում է, այսինքն 1-2 օր ավել չպայել, որովհետեւ թունավորման ռիսկը շատանում է։ Խմորեղենները փչանալուն ու բանը ավելի քիչ է, հա, շատ են կրեմերը, ավելի շուտ փչացող են կրեմերը, այսինքն եթե կրեմը շատ է խմորեղենի մեջ, դա էլ ռիսկ ունի փչանալու եւ պետք է պահել սառը տեղը, բնականաբար պահպանման պայմանները շատ կարեւոր են։ Եթե խմորեղենը պահվի սառը պայմաններում, ապա փչանալու հավանականությունը ավելի քիչ է։ Ամանորյա գնումների երում շրջան է։ Մինչդեռ տարիների փորձը ցույց է տալիս, որ առևտրականները ապրանքների գները երկինքաներուն հետ մեկտեղ չեն մոռանում նաև վաղուց իրենց տարնավրած սնունդը եւս սաղացնել մարդկանց վրա։ Բացի ֆինանսական կորուստից, շատերը բախվում են այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսին են թունավորումները։ Չնայած առանց առևտրականների էլ ամանորյա տարաբնույթ սեղանները եւս թունավորումների հիմնական պակաս առիթ չեն։ Տոնական բարձր տրամադրության հետ մեկտեղ մի մոռացեք առողջության մասին։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։